ցեղասպանությունից փրկված միակ իմ պապի Գերդաստանից, որ 30 քանի հոգի են եղել այդ ընտանիքը, 3 եղբայր միասին են ապրել, իրանց բազում զավակներով, թոռներով, միակ կենտանի մնացած մարդը եղել է տադս, որ փրկել է իր 10 տարեկան տղային, աղջկա շոր հագցնելով։ Հակոբ Էլվանջյանը մեկն է այն հայերից, որի Գերդաստանը ցեղասպանության զոհ է դարձել նախորդ տարում Թուրքիայի ոճրագործության արդյունքում։ Հիմա զավակներին էլ, թոռներին էլ ու առհասարակ երիտասարդ սերունդին կոչ է անում ակունքներից չհեռանալ, իսկ դրա համար պետք է ճանաչել սեփական պատմությունը, այսինքն Հիշելու ու չմոռանալու համար Գյումրիում անմեղ զոհերի հիշատակի հուշարձանի մոտ ծաղիկներ խոնարհեցին Շիրակի մարզպետն ու այլ գյումրեցիներ ևս։ Այս տարի ևս մարդաշատ էր Հայաստանի տարածքում այն միակ վայրը, որի մասին ևս հայոց ցեղասպանության պատմության արյունոտ էջերում հիշատակում կա։ Շիրակի մարզի Չաջուր գյուղից 3 կիլոմետր հեռու Հերհերիձորն է, որտեղ 1920 թվականին տեղի ունեցել հայերի զանգվածային կոտորած քեմալական թուրքերի կողմից։ 111 տարի անց էլ հայ ազգը հիշում է 1,5 միլիոն ցեղասպանված հայրենակիցների փաստը։ Այս էջը երբևիցե չի ջնջվելու մեր պատմության, մեր հիշողությունների մեջ, բայց ամենակարևորը այս պատմությունից դասեր քաղելն է ու հասկանալ, թե ինչի համար է տեղի ունեցել, երբ է տեղի ունեցել եւ ինչ պիտի անենք մենք, որ երբևիցե նման ցեղասպանություններ տեղի չունենան։ Իսկ իմ մոտ բանաձևը մեկն է՝ ապրել ու ապրեցնել Հայաստանի Հանրապետությունը, պահել ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, խաղաղությունը։ Խաղաղությունը բոլորի կողմից է սպասված ու ընդունելի, բայց ինչ գնով ու ում հետ, սա է կարևորը, ընդգծում է Գյումրու ավագանու Իմ հզոր համայնք խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։ Հաշտություն կարող է լինել, երբ որ մեղք գործող անձը ընդունում է իր մեղքը, եթե չկա մեղքի ընդունում, ինչ հաշտության մասին է խոսքը։ Տեսեք, Հայդատը տարիներ շարունակ փորձում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից ստանալ հայոց ցեղասպանությունը արտահայտությունը, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների բոլոր նախագահները քարոզարշավների ժամանակ խոստանում են հայերին օգտագործել այդ արտահայտությունը, բայց միշտ վերջում սահմանափակվում են մեծ եղեռն արտահայտությամբ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խոսքով էլ երաշխավորված խաղաղությունն է այսօր կարևոր։ Միշտ հիշելու ենք, միշտ գալու ենք, հարգանքի տուրքը մատուցելու ենք, ինչքան է մեզ փորձեն մեր արմատներից կտրել, մեր պատմությունից, մեր պատմությունը փորձել սրբագրել, թույլ չենք տալու, չի հետաքրքրում, մեզ հետաքրքրում է երաշխավորված խաղաղություն։ Անմեղ զոհերի հիշատակին ծաղիկներ խոնարհող մյուս քաղաքացիներն էլ, որոնց թվում էին նաև շատ մտավորականներ, փաստում են, որ անցյալից պետք է դասեր քաղել, այլապես պատմությունը կարող է կրկնվել։ Գալիս ենք, մեր խոնարհումը տալիս ենք, բայց ամբողջ ընթացքում ապրելուց մենք չենք մտածում, թե ինչ պիտի անենք, որպեսզի նորից չկրկնվի։ Դրա համար հարկավոր է ուժեղանալ, ազգովի մի գաղափարի շուրջ։ Մոռանանք եղել զոհերը, պահանջատիրությունը, բայց ամեն դեպքում կուզենամ, որ մեր հայ ազգը ուրախ եղնի, ցանցի աշխատենք ավելի զարգացած, միասնական։ Ես չեմ տեսել այդ բանը, բայց տեսել են իմ տատերը։ Եվ մենք չպետք է մոռանանք, ու պետք է ցկտենք, ուժեղանանք, հզորանանք, որովհետեւ նման բանը երբևիցե մեր ազգի հետ չլինի։ 111 տարի անց էլ 1,5 միլիոն հայերի ընդհատված կյանքի համար պատասխանատվության կոչվածներ չկան, բայց հայ ազգի կողմից հիշողությունն ու հատուցման պահանջը շարունակում է նույնը մնալ հարևան երկրից։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եւ երկրի բարձրագույն ղեկավարության հետ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին։ Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։
Գարեգին II ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ է կատարվել։ Այս առիթով հուշահամալիր է բերվել հայոց ցեղասպանության սրբոց նահատակած մասունքարանը։ Եվ ևս խաղաղությանս Տեր աղաչեցուր տնկալկեցո և ողորմյա Մեծ ոճիրից անցավ 111 տարի։ 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան կայսրությունում սրվեց պետականորեն ծրագրված բռնաճնշումների ու կոտորածների այն ալիքը, որը պատմության մեջ մնաց որպես հայոց ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանությունն ուներ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական խորքային նախադրյալներ։ Օսմանյան կայսրության տարածքում, մասնավորապես Արևմտյան Հայաստանում, հայերը նշանակալի դերակատարում ունեին տնտեսության, առևտրի եւ արհեստների ոլորտներում։ Նրանց տնտեսական ազդեցությունը հաճախ ընկալվում էր որպես մրցակցային վտանգ եւ այդ պայմաններում հայերի ունեցվածքի բռնագրավումն ու նյութական ռեսուրսների զավթումը դարձան հակահայ քաղաքականության բաղադրիչներից մեկը։ Մյուս կարևոր գործոնը քաղաքականն էր։ Օսմանյան իշխանությունները Համիդի ժամանակաշրջանից մինչև երիտթուրքական կառավարություն եւ հետագայում քեմալական շարժում հետևողականորեն առաջ էին տանում պանթուրքիզմի գաղափարախոսությունը։ Այդ ծրագրի նպատակն էր ստեղծել միասնական թյուրքական աշխարհ տարածքային լայն ընդգրկմամբ։ Այս համատեքստում Հայաստանը որպես քրիստոնյա ժողովուրդ եւ աշխարհագրական կարևոր դիրք ունեցող երկիր դիտվում էր որպես խոչընդոտ այդ ծրագրի իրականացման ճանապարհին։ Արդյունքում հայ ժողովրդի նկատմամբ իրականացվեց պետականորեն կազմակերպված բնաջնջման քաղաքականություն, որը պատմության մեջ մնաց որպես հայոց ցեղասպանություն կամ մեծ եղեռ։ Առաջին փուլում սպանվեցին հայ մտավորականները Դանիել Վարուժանը, Սիամ Անտոն, Ռուբեն Սևակը եւ հայրուրավոր այլ նշանավոր հայեր դարձան այդ ծրագրի առաջին զոհերը։ Հետո իշխանությունները զինվորական ծառայության անվան տակ զորակոչեցին 18-ից 40 տարեկան հայ տղամարդկանց, զինաթափեցին եւ խմբերով սպանեցին նրանց։ Երրորդ եւ ամենադաժան փուլը վերաբերում էր խաղաղ բնակչությանը, կանանց, երեխաներին եւ ծերերին։ 100 հազարավոր մարդիկ բռնի տեղահանվեցին դեպի սիրիական անապատներ։ Ճանապարհին նրանք ենթարկվեցին սովի, համաճարակների, կողոպուտի, բռնությունների եւ զանգվածային սպանությունների։ Շատերը մահացան անապատներում, հազարավոր կանայք ու երեխաներ բռնի մահմեդականացվեցին։ Հայոց ցեղասպանության վերջին փուլը մասսայական տեղահանությունների եւ հայ ազգի դեմ իր իսկ հայրենիքում իրականացված զանգվածային բնաջնջումների բացարձակ ժխտումն է թուրքական կառավարության կողմից։ Չնայած հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման շարունակական գործընթացին, Թուրքիան ամեն կերպ պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման դեմ, այդ թվում օգտագործելով պատմության նենգափոխումներ, քարոզչական տարբեր միջոցներ, լոբինգ եւ այլն։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 միլիոն հայ։ 1915-ից 1923 թվականներին շուրջ 1.5 միլիոն հայեր սպանվեցին, իսկ վերապրածները ցրվեցին աշխարհով մեկ ձևավորելով հայկական սփյուռքը։ Լուսավորության ժամանակներում սև գործն արվեց ցեղասպանությամբ, բայց ապրելու դասերը լավ սովորած հայության ենթագիտակցության մեջ է ինքնությունն ու արժանապատվությունը, որ երբեք գլուխ չի խոնարհի քոչվորի կամքի դեմ։ Անց 111 տարի առ այսօր պատմական ցավն իրեն զգացնել է տալիս ի հեճուկս անտարբերության ու անավարտ դատի։ Աստղիկ Խաչատրյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով լիազոր նախարար Ալիս Ռուֆոին եւ Ֆրանսիայի կանանց ու տղամարդկանց հավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերով լիազոր նախարար Օրոր Բերժեին։ Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի բարձրաստիճան պատվիրակության այցը Հայաստան եւ նշել, որ այն տեղի է ունենում երկու երկրների միջև հարաբերությունների եւ համագործակցության զարգացման համար կարևոր ժամանակահատվածում։ Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ Հայաստան-Ֆրանսիա համագործակցությունը ներկայումս
գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա եւ համոզմունք հայտնել, որ այն առաջիկայում էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի։ Երկրի ղեկավարը շեշտել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ սերտ երկխոսության փաստը, միաժամանակ ընդգծել վերջինիս անառարկելի դերը խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացումը, այդ թվում անվտանգության, վետերանների հետ կապված հարցերում, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության եւ բռնության դեմ պայքարում։ Ֆրանսիայի զինված ուժերի եւ վետերանների հարցերով լիազոր նախարարը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ֆրանսիայի նախագահի ջերմ ողջույնները, ընդգծել, որ իր երկիրը շարունակելու է լինել Հայաստանի կողքին բոլոր ուղղություններով, այդ թվում խաղաղության օրակարգի առաջմղման։ Ալիս Ռուֆոն եւ Օրոր Բերժեն պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու հայաստանյան գործընկերների հետ կապերը եւ կիսվելու վերոնշյալ ոլորտներում իրենց փորձով։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման, Հայաստանում անցկացվելիք եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպման, ինչպես նաև ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում համագործակցության շուրջ։ Այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի խճուղային հեծանվավազքի միջազգային մրցաշար Tour de Armenia։ Կմասնակցի 120 պրոֆեսիոնալ հեծանվորդ։ Նախատեսվում է, որ մի քանի օր շարունակ հեծանվորդները կանցնեն Սևան Մարտունի, Իջևան Ստեփանավան, Վանաձոր Քարիլիճ ուղղություններով մոտ 415 կիլոմետր ճանապարհ։ Սեպտեմբերի 10-ին մեկնարկելիք մրցաշարը կեզրափակվի Երևանում։ Հեծանվորդները մայրաքաղաքում 3 պտույտ կիրականացնեն, մոտ 130 կիլոմետր կանցնեն։ Վարդենիս մրցաշարը ներ արված է միջազգային օրացույցում եւ մրցաշարը հաստատված է եւ մեր նպատակադրումն է, որ մրցաշարը լինի ամենամյա եւ իհարկե նաեւ այս դիտանկյունից նախ հեծանվային սպորտը Հայաստանում զարգացնելու խթան կլինի եւ туриզմը զարգացնելու խթան կլինի, որովհետեւ ինքը հեծանվային սպորտը լայնորեն զարգանում է աշխարհում եւ մեծ ուշադրության է արժանանում։ Իտալական RCS խորհրդատվական ընկերության տնօրենն ու շահագրգիռ կողմերը վարչապետի հետ քննարկել են մրցաշարի անցկացման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Նապոլի Միշելեն նշել է, որ հայկական կողմի հետ քննարկումներից հետո ցանկության դեպքում երթուղիները կարող են նաև փոփոխության ենթարկվել։ Կարծում եմ, որ բոլորս շահագրգռված ենք, որ լինի ամենապատշաճ մակարդակի, բայց ես համաձայն եմ նաև, որ մենք այս առաջին անգամվա համար պետք է չափազանցված ամբիցիաներ չդրսևորենք, բայց նաև լավ դուր իմացանք, որ արդեն կա որոշում, որ 2029 թվականին հեծանվային սպորտի Եվրոպայի առաջնությունը անցկացվելու է Հայաստանի Հանրապետությունում, դա արդեն հեծանվահրապարակային, այսինքն ոչ թե խճուղային, իսկ Tour of Armenian լինելու է խճուղային հեծանվավազքի։ Մրցաշարի նպատակն է երկու տեսակի հեծանվորդներին մագլցող եւ արագընթաց հնարավորություն տալ լավագույնս դրսևորելու իրենց կարողությունները։ Այս մրցաշարը հրաշալի հնարավորություն է ցույց տալու Հայաստանի բնապատկերները եւ լանդշաֆտը։ Մրցաշարը հեռարձակվելու է հանրային հեռուստաընկերությամբ եւ սոցցանցերով։ Սա նաեւ Հայաստանի գրավչության մասին պատմելու լավ հնարավորություն է։ Սպորտային այս կարևոր մրցաշարը մեր երկրում հեծանվային սպորտը զարգացնելուց բացի նաև հնարավորություն է Հայաստանը որպես զբոսաշրջային գրավիչ ուղղություն ներկայացնելու համար։ Ես շատ ուրախ եմ, որ մեր գործընկերները ասում են, որ իրականում հեծանվա սպորտի համար հայաստանյան ճանապարհներն ու լանդշաֆտը հրաշալի հնարավորություններ են ընձեռում եւ այս մրցաշարի զարգացումը շատ ակնհայտ ու տեսանելի է եւ նաեւ տնտեսության զարգացման տեսանկյունից սրա հնարավորությունները բավական մեծ են, կարող են զարգանալ առանձին հեծանվային туриզմի տեսակներ եւ նաեւ այդպիսի տնտեսության ձևեր, հյուրանոցի, տեղ սպասարկման, մնացած բոլոր առումներով եւ շատ կարեւոր է, որ այդ խթանը տանք հայտարարելով մեր նպատակադրումը ունենալ շարունակական մոտեցում, ոչ թե մեկ անգամյա միջոցառում։ Առջևում այն հսկայական աշխատանքն է, որ սպասվում է եւ հայկական եւ իտալական կողմի կազմակերպիչներին։ 120 հեծանվորդի մասնակցությունը ենթադրում է նաեւ նույնքան սպասարկող անձնակազմի ներկայություն, նախանշվող երթուղիների ուղղությամբ հյուրանոցային ու այլ ենթակառուցվածքների պատշաճ նախապատրաստում։
Իսրայելի եւ Լիբանանի միջև 10-օրյա հրադադարը, որը լրանում է ապրիլի 26-ին, կերկարաձգվի 3 շաբաթով, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Մենք կաշխատենք Լիբանանի հետ այդ երկրում կարգու կանոնը վերականգնելու համար, կարծում եմ, որ դա կարելի է բավականին հեշտությամբ անել, հավելել է Դոնալդ Թրամփը։ Նա տեղեկացրել է, որ շուտով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին եւ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին կհրավիրի Սպիտակ տանը հանդիպման։ Զինադադարի երկարաձգման մասին հայտարարությունը հնչել է Վաշինգտոնում Իսրայելի եւ Լիբանանի դեսպանների միջև արդեն երկրորդ հանդիպումից հետո, որին ներկա էին նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ այլ պաշտոնյաներ։ Թրամփը նշել է, որ հանդիպումը լավ է անցել, Միացյալ Նահանգները կգործակցի Բեյրութի հետ օգնելու Լիբանանին պաշտպանվել Հզբոլահից։ Թրամփի հայտարարություններից առաջ տեղեկություններ են հայտնվել, որ Ցահալը եւ Հզբոլահը փոխադարձարվածներ են հասցրել մեղադրելով իրար հրադադարի ռեժիմը խախտելու համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի հետ գործարք կկնքի միայն այն դեպքում, եթե դա շահավետ լինի Վաշինգտոնի եւ ԱՄՆ դաշնակիցների համար։ Ես կարող եմ սպասել, ես անվերջ ժամանակ ունեմ, իսկ Իրանը ոչ, նրանց ուժերը ոչնչացված են, նրանք չգիտեն ով է իրենց ղեկավարը։ Շրջափակումը շարունակելու ենք, հավելել է Դոնալդ Թրամփը։ Սպիտակ տան ղեկավարը կրկնել է, որ Իսլամական Հանրապետությունը չպետք է միջուկային զենք ունենա, նաեւ պետք է դադարեցնի լիբանանյան Հզբոլա շարժման ֆինանսավորումը։ Նրա խոսքով ամերիկյան ուժերը Իրանում խոցել են նախանշված թիրախների 75%-ը եւ կանգ են առել, քանի որ Իրանը խաղաղություն է խնդրել։ Թրամփը չի բացառել, որ հրադադարի ընթացքում իրանական կողմը համալրել է ուժերը, սակայն ԱՄՆ նախագահի համոզմամբ անհրաժեշտության դեպքում կոչնչացնեն դրանք 1 օրում։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ նախազգուշացրել է, պատրաստ են վերսկսել Իրանի դեմ պատերազմը, սպասում են ԱՄՆ-ի ազդանշանին։ Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները ռազմավարական գործընկերության շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթղթով ամրապնդվում է երկու երկրների միջև գործընկերությունը տարբեր ոլորտներում՝ անվտանգություն, կլիմայի փոփոխություն, գիտություն, տեխնոլոգիաներ, տնտեսություն, ներդրումներ եւ այլն։ Անկարան եւ Լոնդոնը պայմանավորվել են զարգացնել սերտ երկխոսությունը երկկողմ եւ բազմակողմ մակարդակներում։ Հաքամ Ֆիդանը եւ Իվետ Քուփերը համատեղ հայտարարություն են տարածել, որում նաեւ ընդգծել են, որ Լոնդոնը եւ Անկարան ընդհանուր տեսակետներ ունեն միջազգային հարցերի շուրջ, հանդես են գալիս Մերձավոր Արևելքում անվտանգության ու կայունության օգտին եւ ընդգծում են ՆԱՏՕ-ի քաղաքական ու ռազմական կարեւորությունը որպես կոլեկտիվ պաշտպանության հիմնաքար։ Ռուսական ուժերը կրկին հարվածել են Ուկրաինային, Օդեսայում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել 10-ից ավելին։ Վնասվել են բնակելի շենքեր եւ 1 կոմերցիոն նավ։ Նավի վրա հրդեհ է բռնկվել, անձնակազմը չի տուժել։ Հարվածներ են հասցվել նաեւ Խերսոնի եւ Նիկոլաևի մարզերին, կան զոհեր եւ վիրավորներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ 3 գիշերվանից խոցվել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ։ Թիրախում են եղել Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Ռոստովի, Արխանգելսկի, Կուրսկի, Ռոստովի եւ Սամարայի մարզերը։ Դիանա Գասպարյան։ Այստեղ մի քիչ կոշտացում, կա ջերմություն, կլինես գիտակ եւ բարեխիղճ բժիշկ, վստահաբար կունենաս բարձր աշխատավարձ։ Ապահովագրությունը այդ հնարավորությունը ընձեռել է մեզ։ 30 տարվա աշխատանքային փորձի ընթացքում առաջին անգամ է, որ իրեն լիարժեք գնահատված է զգում։ Արդեն կարող ենք ինքներս գեներացնել մեր աշխատավարձը, անկեղծանում է Սպիտակի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի բժշկուհին։ Տարիների ընթացքում ստացել եմ ֆիքսված բավականին ցածր աշխատավարձ, բավականին շատ հիվանդների պարագայում։ Հունվարից եղան փոփոխություններ, ընդունել ենք կրկին շատ հիվանդներ, բայց ստացել ենք կրկնապատկված աշխատավարձ։ Երկար սպասված արժանապատիվ աշխատավարձը հետաձգված նպատակների իրականացման հնարավորություն է տվել։ Շուտով Հայկանուշ Չոբանյանը մեկնելու է տարիներ շարունակ հետաձգված արձակուրդի։ Որակյալ բուրս սպասարկումն ու ջանասիրությունն արդեն գնահատվում են նաև աճող աշխատավարձի միջոցով։ Թեպետ համակարգի ներդրման սկզբնական շրջանում կասկածներ եղել են։ Ունեինք մտավախություններ եւ կասկածներ աշխատավարձերի հետ կապված, որովհետեւ կար անորոշություն, լավ չէինք պատկերացնում ինչպիսին է լինելու վճարման համակարգը, բայց 3 ամիսների փորձը, վերլուծությունը վստահաբար ասում է, որ աշխատավարձերը կարող ենք մենք ինքներս բարձրացնել, ինչու՞ չէ նաև կրկնապատկել։ Մի կողմից բժշկին դիմելիության աճ, մյուս կողմից անգամներով ավելացած աշխատանք ու դրա դիմաց հավելյալ վճարվելու հնարավորություն։ Նոր համակարգի առավելություններից օգտվում են բոլոր կողմերը։ Բոլոր բժիշկների անունից երևի կարող եմ ասել, որ մենք անընդհատ սպասում ենք, որ կլինի որոշակի փոփոխություններ։ Փոփոխություններ իհարկե դեպի լավը, ու այսօր մենք տեսնում ենք, որ այս փոփոխությունները արդեն հասանելի են։
յուրաքանչյուր բժշկին, յուրաքանչյուր նեղ մասնագետին։ Նաև այցերն են քանակով ավելացել, որը նույնպես ողջունելի է։ Առավոտյան հիվանդների այց, դիտում, այնուհետև այն հիվանդները, որոնք կարիք ունեն ստացիոնար բուժման, ուղեկրվում են հիվանդանոցային պայմաններում բուժման։ 1 տարի առաջ նպատակային օրդինատուրայով Սպիտակի պոլիկլինիկա ուղղորդված երիտասարդ վարակաբանը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրումից հետո համոզվել է, առաջնային օղակը մասնագիտական փորձ կուտակելու կարևոր հնարավորություն է, իսկ վճարման նոր համակարգը խոստումնալից հեռանկար։ Մինչ ապահովագրման ներդրումը մեր պացիենտների քանակը նվազեր։ Ապահովագրական ներդրումից հետո ավելացան պացիենտները, ավելացան հետազոտությունները, որոնք կատարվում են ապահովագրական այցերի շրջանակներում, եւ պացիենտների դիմելությունը ավելի մեծացավ եւ ունեցանք աշխատավարձի պահպանում, բայց քանի որ արդեն սկսվել է պացիենտների մեծ հոսքը, ապագայում նաև կավելանա։ Աշխատավարձի բարձրացումը մոտավորապես 20-30%-ի կարգով արդեն նկատելի է։ Ֆիքսված դրույքաչափից անցում կատարողականի ու որակի վրա հիմնված գնահատման։ Մասնագետների կարծիքով սա պարզապես աշխատավարձի բարձրացում չէ, այլ մասնագիտական շարունակական զարգացման խթան։ Ես երկար տարիներ 1983 թվականից աշխատում եմ Սպիտակի ԲԿ-ում որպես տեղամասային մանկավոր։ Մինչև համընդհանուր ապահովագրությունը չի եղել, որ մենք ունենանք բուժված հիվանդ, ավարտված ամբուլատոր դեպք, ասենք արտա հիվանդանոցային թոքաբորք եւ դրա դիմաց վճարվել։ Ապահովագրությունից հետո մեր ամբուլատոր ամեն բուժված հիվանդ ունեցել է իր վճարման ասպեկտը։ Թեպետ շատ ենք մենք հոգնում, բայց մինչև օրվա վերջի հիվանդին սպասարկում ենք։ Մենք աշխատավարձը մոտ 20%-ով ավել ենք ստացել համեմատած 25 թվականի հետ։ Ինչ խոսք, որը մոտիվացնում է։ Ապահովագրական համակարգի ներդրումը տևական ու պատասխանատու գործընթաց է, բայց այն սկսվել է որակյալ բուժօգնության գործում կարևոր քայլից՝ բժշկի աշխատանքի գնահատման նոր մոտեցումից, իսկ դա շատերի համոզմամբ արդեն իսկ հաջողելու գրավական է։ Համակարգից գոհ են բուժառուները, գոհ են բժիշկները եւ ինչու՞ չէ բուժիմնարկը։ Եվ անում ենք ամեն ինչ, որ ունենանք առողջ երիտասարդություն, առողջ բալիկներ մեր երկրի համար։ Թվային տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ գրադարանները դարձել են նաև բովանդակություն ստեղծող, տարածող եւ տեղեկատվական հարթակ։ Գրադարանային գործում այս նորարարությունը ենթադրում է նաև մեդիագրագիտություն։ Այս ուղղությամբ Գեղարքունիքի մարզային գրադարանի աշխատակիցների վերապատրաստման դասընթացներն արդեն 4 տարվա պատմություն ունեն։ Աշխարհի մարտահրավերները մեզ տանում են դեպի այն, որ կարողանանք մեդիային ճիշտ հետևել, ճիշտ լուրը սխալ լուրից տարբերել։ Այդ իսկ պատճառով մեր գրադարանում եւս գործում է մեդիագրագիտության անկյուն, վերջերս ավելի շատ ուշադրություն է դարձվում մեդիային, եւ մենք այժմ համագործակցում ենք տարբեր կրթամշակութային օջախների հետ, ինչպես աշակերտների հետ, այնպես ուսուցիչների հետ, նաեւ ծնողական խմբերի հետ։ Մեդիագրագիտության հերթական դասընթացը գրադարանում անցկացնում է մեդիա նախաձեռնությունների կենտրոնը։ Թեմայով հետաքրքրված են ոչ միայն գրադարանավարները, այլև կրթական եւ մշակութային մի շարք հաստատությունների աշխատակիցներ։ Սա հնարավորություն է տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու, ապա տեղեկատվությունը զանազանելու եւ իրենց կողմից ստեղծվող բովանդակություններն առավել հավաստի դարձնելու հմտություններ ձեռք բերելու։ Գեղարքունիքի մարզային գրադարանը Վարդգես Պետրոսյանի անվան մեր լավագույն գործընկերներից մեկն է, ում հետ տարիներ շարունակ աշխատում ենք եւ մենք կարծում ենք, որ գրադարանները տեղ են, որտեղ որ մարդիկ գալիս են որպես կրթական կենտրոն եւ մեդիագրագիտություն բառը, որ նաեւ գրագիտություն բառն է, մեդիան գրագետ օգտագործելու տեսակետից շատ կարեւոր գրադարանը նույնպես այդտեղ անելիք ունի եւ ունի հենց այս գրադարանը, որտեղ որ ենք, որպեսզի գրադարանների միջոցով մարդկանց խոսենք մեդիայի մասին, մեդիայի օգտագործման մասին, մեդիայի սպառման մասին, օգնենք որ մարդիկ մեդիայի միջոցով չմանիպուլացվեն։ Մեդիագրագիտությունն ավելի լայն շրջանակներում տարածելու նպատակով մեդիա նախաձեռնությունների կենտրոնը որպես դասընթացավարների է վերապատրաստում նաև գրադարանի աշխատակիցներին։ Նրանք էլ իրենց հերթին գիտելիքը տարածում են ընթերցողների եւ գործակից հաստատությունների շրջանում։ Գրադարանները նույնպես մեր համար շատ կարևոր, այսպես ասած, տեղ են, կենտրոնն են։ Մենք անցյալ տարի Հայաստանի տարածքից 13 գրադարանից ունեցանք այդպես ծրագիր եւ աշխատանք, ունեցանք վերապատրաստում, on-line դասընթացներ, ռեսուրսների տրամադրում, փոխանցում եւ արդյունքում, ասենք, մենք 13 գրադարանում ունենք մեդիագրագիտություն դասավանդող
նպատակը այն է, որ մարզային գրադարանների միջոցով այդ գիտելիքը, խոսակցությունը տարածենք մյուս գրադարաններին, ինչու ոչ համայնքի բնակիչներին եւ այդ գործառույթը գրադարանի, որ ինքը կրթական կենտրոնն է, այդ մեդիայի ուղղությունը մտնի հենց գրադարան։ Դասընթացների արդյունքում գրադարանը համալրում է նաև մեդիագրագիտության վերաբերյալ գրականությունն ու կրթական այլ գործիքները։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։ Տեխնոլոգիական նորարարությունները եւ դրանց դերը կրթության մեջ դարձան ուսուցչական մարզային համաժողովի հերթական թեման։ Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր արհեստական բանականության կիրառումը դասավանդման կազմակերպման գործընթացում։ Կապանի համարին ավագ դպրոցը որպես մենթոր դպրոց ունի կրթագոտի, որի համար այսօր կազմակերպում է ուսուցչական համաժողով 2026-ը։ Դա գաղտնիք չէ, տեխնոլոգիան մեծ թափով մտել է մեր կրթություն եւ այն իր հետ նաեւ բերել է որոշակի մարտահրավերներ։ Այսօրվա մեր ավելի շատ նպատակն այն է, որ խոսենք այն բոլոր միջոցների, հնարների մասին, որ դրան ճիշտ ուղղություն տանք, որ դրանից առավելագույնս ուսուցիչը եւ սովորողը օգտվի։ Ժամանակակից տեխնոլոգիաներին համընթաց քայլելը ուսուցիչների արտի մարտահրավերներից է։ Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին, թե ինչպես կարող են ժամանակակից թվային գործիքներն ու արհեստական բանականության հնարավորությունները նպաստել ուսուցման արդյունավետության բարձրացմանը եւ սովորողների ներգրավվածության աճին։ Լինել աշակերտից մեկ քայլ առաջ, ուղղորդել աշակերտին ճիշտ եւ տեղին գործածել, գրագետ օգտագործել արհեստական բանականության գործիքները ուսուցման process-ում մեր ուսուցիչների խնդիրն է։ Ավանդական դասն այլևս չի հրապուրում աշակերտին։ Աշակերտները սիրում են տեխնոլոգիաներ կիրառել, դրա համար նրանք ամբողջ օրը հեռախոսների մեջ են, սմարթ էկրանները նրանց շատ են հրապուրում։ Այդ իսկ պատճառով ուսուցիչը եւս պետք է կարողանա աշակերտներին ինտեգրել, ներառել, ստեղծել այնպիսի պայմաններ, որ աշակերտը իր մեծ ցանկությամբ դասին ինտեգրվի։ Ներկայացվեցին տարբեր փորձնական ծրագրեր եւ հաջողված օրինակներ, որտեղ արհեստական բանականության կիրառումը թույլ է տվել մանկավարժներին ավելի ճկուն եւ նպատակային կազմակերպել դասապրոցեսը։ Յուրաքանչյուր այսպիսի նախաձեռնություն, յուրաքանչյուր համաժողով հնարավորություն է ընկերներից, գործընկերներից սովորելու, փորձի փոխանակում, ի վերջո նոր մտքեր, նոր գաղափարներ եւ ինչու ոչ նաեւ մոտիվացիա մյուս ուսումնական տարին նոր ոգով, նոր գաղափարներով սկսելու։ Բոլորովին այլ է, երբ աշակերտների մոտեցումները, հայացքներն են փոխվում եւ միշտ ուսուցիչը պիտի իր առջեւ մի նպատակ դնի, ինչպես վարվել, ինչ անել, որպեսզի թվային այս եռուզեռի մեջ կարողանանք պահպանել կյանքի ռիթմը եւ հույզերը չկորցնել։ Համաժողովը դարձավ փորձի փոխանակման եւ նոր գաղափարների ձևավորման հարթակ, որտեղ ուսուցիչները հնարավորություն ունեցան ոչ միայն ծանոթանալու նորարարություններին, այլև քննարկելու դրանց կիրառման ուղիները։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան,